Ինչից է ձևավորվում բժշկության մեջ որակը։ Հիմա դուք ամենացավոտ հարցին եք անդրադառնում եւ այդ հարցը չի վերաբերվում միայն վնասվածքաբանության օրթոպեդիային, այդ հարցը վերաբերվում է ընդհանրապես մեր բժշկական համակարգին։ Ինչպիսին են լինում դիալոգները, հիվանդների հետ, որովհետեւ պետք է իրենց հետ դեռ երկար ճանապարհ անցնենք։ Բժշկի ամենամեծ պարտականություններից մեկը իր պացիենտին լիարժեք ինֆորմացնի։ Այստեղ սատանան թաքնված է մանրուքներում։ Սիրում եմ ձեր պրագմատիկ տեսակը։ Ոնց որ ասում են, փողոցում ճիշտ ասելը շանտավություն չի։ Կոնցեպտուալ սկզբունքներ աշխատանքում։ Կոնցեպտուալ սկզբունքը նախ հասկանալ այդ վիրահատությունը։ Կարևոր է, չէ՞, թե դուք ինչ հոգեվիճակով եք մտնում վիրահատարան։ Ինձ արգելել եմ վիրահատությունից առաջ տհաճ խոսակցություն ունենալու։ Վիրահատարանում կոնցենտրացիան փոխվում է, չէ՞։ Երբ ես ինձ վատ եմ զգում, ասում եմ վիրահատան, լավ է, սա անցնում է։ Վիրահատարանում պետք է ճանճի տզոցը լսվի, թե ազատ վիճակ։ Վիրահատան ճանճի գործում է։ Կարանք երաշխություն միացնենք, կարանք կատականենք, կարանք խոսենք, մինչև ամեն ինչ հարթ է։ Կարևոր է, չէ՞, որ ներսում թիմից յուրաքանչյուրը ձեզ կես հայացքից հասկանա։ Վիրահատության արդյունքը դա թմի արդյունք է։ Դա երբեք միայն վիրաբույժի արդյունք չի։ Դուք տեմպ, ռիթմ սիրող մարդ եք, որքան որ ես ձեզ գիտեմ, պետք է մի օր գամ ձեզ մոտ մաստեր կլասի։ Ժամանակը պետք է վերաբաշխվի adekvat քո կյանքի բոլոր կարևոր մասերի միջև։